Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Իրանի վրա։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի մի շարք խոշոր քաղաքներին։ Թիրախում Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունն ու միջուկային ծրագրերի վրա աշխատող գիտնականներն են եղել։ Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Իրնագործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։ الان 3:37 دقیقه ورودی Իրանը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ Մի քանի ժամ կպահանջվի, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։ Բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ, ասել է պաշտոնյան։ Իրանական լրատվական գործակալությունները հրապարակել են կադրեր Թեհրանչիի սպանության վայրից։ Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Բենյամին Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին, մենք հարվածել ենք Իրանի միջուկային ուժերի բարձրագույն հրամանատարներին և գիտնականներին, իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում, ես կոչ եմ անում իսրայելցի ժողովրդին առավելագույն զգուշավորությամբ հետևել հրամանատարության հրահանգներին։ Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում, վստահ եմ, որ դուք ինքներդ ձեզ ապահովում եք սնունդով, հագուստով և այլն, ասել է Նեթանյահուն։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ուժերի բարձրագույն հրամանատարներին և գիտնականներին։ Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում։ Ես կոչ եմ անում իսրայելցի ժողովրդին առավելագույն զգուշությամբ հետևել հրամանատարության հրահանգներին։ Կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված կլինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում, վստահ եմ, որ դուք ինքներդ ձեզ ապահովում եք սնունդով, հագուստով և այլն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի թիրախների վրա հարվածների մասին։ Նա նշել է, որ Իսրայելի հարձակումը իրեն չի զարմացրել։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, չնայած Իսրայելի հարվածներին։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Տեսնենք, X սոցիալական ցանցում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։ Իսրայելի Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել են Fly One ավիաընկերության Թել Ավիվ-Երևան, Թել Ավիվ չվերթը։ Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել հետաձգել է մի շարք չվերթներ կամ փոխել օդային երթուղիները։ Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայքի համաձայն այս պահին չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ, Երևան, Դուբայ և Wizz Air Աբու Դաբի, Երևան, Աբու Դաբի չվերթները, իսկ Armenia Airways-ի Թեհրան, Երևան
Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։ Այս պայդրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Մոսկվայից դեպի Էմիրություններ ուղևորվող 3 չվերթներ հարկադիր վայրեջք են կատարել Զվարթնոց օդանավակայանում որպես ռեզերվային օդանավակայան։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան միաձայն կողմ են քվեարկել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչ անող միակողմանի բանաձևի օգտին։ Փաստաթուղթը չի պարունակում որևէ պարտավորեցնող պահանջ ազատ արձակելու պատաններին եւ չի դատապարտում Համասի ահաբեկությունը։ Դեմ են քվեարկել 12 երկիր Իսրայելից բացի նաեւ Ամերիկան եւ Հունգարիան։ Վրաստանը ձեռնպահ մնացածների թվում է։ Իրաքի անվտանգության բարձրաստիճան աղբյուրները հաստատում են, որ ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարք հատել է Իրաքի օդային տարածքը եւ ուղղություն վերցրել դեպի Իսրայել։ Անօդաչու թռչող սարքերը թռել են Դիալայի հյուսիսարևելյան շրջանների վրայով, հավելելով, որ Իրաքի անվտանգության ուժերը նահանգի տարբեր վայրերում հայտնաբերել են 5 հրթիռի մնացորդներ եւ բեկորներ։ Իսրայելը հունիսի 13-ի առավոտյան հարձակվել է իրանական Բանդար Աբաս քաղաքում գտնվող ռազմաօդային բազայի վրա։ Համացանցում հայտնվել են Իսրայելի հարվածին հաջորդած պայթյունի կադրեր։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել եւ հայտարարել, որ Իսրայելին դառը եւ սարսափելի ճակատագիր է սպասվում։ Ցախալի մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն Իրանին հասցված առաջին հարվածներին ավելի քան 200 իսրայելական ռազմական ինքնաթիռ է մասնակցել։ موشک همین الان اسرائیل حمله کرد به صورت زنده موشک زدن و احتمالاً کشته داده اینجا مردم داشتن ولی Մերձավոր արևելքում լարվածության սրումը հատկապես Իսրայելի հարձակում Իրանի վրա հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ Brent եւ WTI տեսակի նավթը թանկացել է մոտ 10%-ով, հասնելով վերջին ամիսների առավելագույն արժեքին։ Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը կարող է խափանել նավթի մատակարարումները, հատկապես Հորմուզի նեղուցի հատվածում, որը նավթի կարևոր անցուղի է։ Սա կարող է բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա, բարձրացնելով ապրանքների ու վառելիքի գինը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ընդհանուր կայունությունը եւ համաշխարհային խաղաղությունը, ասված է արտաքին գործերի նախարարության X-ի էջում արված գրառման մեջ։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի լայնածավալ հակամարտությունների։ Այս հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ցանկանում, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով, հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Իսրայելցիները շտապում են խանութներ եւ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Մարդիկ գնում են ջուր, հաց, մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ եւ մարտկոցներ։ Carrefour սուպերմարկետների ցանցում գնորդների թիվը այսօր առավոտյան աճել է 300%-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն Globsec 2025 ֆորումին մասնակցելու համար։ Վարչապետը կմասնակցի օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրման համար խոչընդոտ չի տեսնում։ Armepress-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է եւ դրա ստորագրումը կարևոր քայլ կլինի ողջ տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ Բերսեն հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել գործընթացին, լինելով կապող օղակ կողմերի եւ միջազգային գործընկերների միջև, այդ թվում Թուրքիայի։ Նա նաեւ շեշտել է Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ու Եվրոպայի խորհրդի շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադե մարդում անունը ավելի շատ հայտնվել է կոռուպցիոն սկանդալներում, քան հենց Իլհամ Ալիևինը։ Ազգությամբ Թալիշ այս հոգևորականը մի քանի անգամ է մեղանչել իր ծագման դեմ։ Իհարկե բազմաթիվ են խայտարակ տխուր պատմությունները Փաշազադե անվան շուրջ, բայց դրանցից միայն մեկն է մատնում այս գործչի իրական նկարագիրը։
Ալիև Էլիչբեյը հենց այս տեսանյութում է պատմում, որ Ալլահ Շուքյուր Փաշազադեն որպես ազգությամբ Թալիշ Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումաթովի կողքին է նստել, օրհնյալ նորաստեղծ Թալիշական հանրապետությունը, խոնարհությամբ հաստատել Հումաթովի այն միտքը, որ Ադրբեջանի տարածքը թյուրքերի հետ որևէ կապ չունի եւ թյուրքերը պիտի դուրս շպրտվեն Ադրբեջանից, բայց երբ գալիս հասնում է Թալիշ Մուղանյան հանրապետության անկման պահը, այս նույն հոգևորականը լքում է հայրենասեր Թալիշ կերպարը, որոշում ճամբարափոխ լինել, ուրանալ ազգությունը, կեղծ ցուցմունքներ տալ Թալիշական ազգային շարժման գրեթե բոլոր առանցքային գործիչների դեմ։ Գործին միանում է նաև եղբայրը։ Հիմա այս ազգադապ հոգևորականին չեն հարգում թե այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիները ծագման պատճառով եւ թե հենց Թալիշները, որովհետեւ բոլորին հայտնի գաղտնիք է նրա պատմական դավաճան լինելը։ Ալլահ Շուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով ներառյալ եղբայրը, Ջավանշիրը, որդիները եւ փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, եւ սա է այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին եւ նրա ընտանիքին։ Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի 100 միլիոն դոլարը։ Սատանայի որդի անաստված հոգևորականի մասին 13,000 մեկնաբանությունների ուսումնասիրման ամենաշատը հենց այս նկարագիրն են հանդիպում։ Եվ հիմա պատմության ամենավարկաբեկված հոգևորականներից մեկը հանդգնել է բողոքի նամակ հղել եկեղեցականների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։ Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց բռնության մեղադրելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ։ Ահա այսպիսի պատկերավոր ձևակերպումներ Փաշազադեի կատարմամբ։ Նրա կոկորտին ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովն է մնացել։ Ամբողջ քրիստոնեական համայնքը աջակցեց այս գաղափարին, դա առավել քան ընդունելի եւ առավել քան տրամաբանական է։ Զուգահեռաբար սրա վերաբերյալ առնվազն ոչ մի առարկություն չեն ունեցել մամեդական համայնքները, իսլամական համայնքները, համախմբող կառույցները, առնվազն որոշ դեպքերում իրենց լռությամբ աջակցել են այս համաժողովի իրականացմանը։ Ալիևի պես պատմական արդարությունից շատ է դողում այս հոգևորական կոչվածը, իսկ ով կուզեր խոսել, լսել մի պատմության մասին, որի անջնջելի էջերում է ուրացել սեփական ազգությունն ու ծագումը, հոգևորական, որ լռությամբ հանցակից է մանկան ու տարեցի սպանության, եկեղեցիների քանդման ու բազում այլ անհաշվելի մեղքերի։